Հայ մարդ, Արմավիր քաղաքում գտնվող հայ մարդ, գիտեմ, կյանքը շատ դժվար է, գիտեմ, ժողովուրդ, բայց էս աստիճանի, լավ ժողովուրդ, հասկացանք, գյուղապետ, մարզպետ, ով որ պաշտոնյանը, տականք են, ընդունում եմ, մերել է իրանց մեջ մարդը, բա հարևաններ, բա բարեկամներ, ժողովուրդ ջան, ես ինչ է կատարվում, ես չեմ հիշում տենց մեկին, որ կյանքում սոված է եղել մի ամանճաշ չեմ տվել ուտելու, ես լավ չեմ ապրել, ես միայնակ մայր եմ եղել, երեխա եմ պահել մեծացրել, բայց երբևից էլ կողքս սոված մարդ չեմ թողել, այսօր ես փողոցի կատուներ եմ կերակրում, ժողովուրդ մարդ հա ձեր կողքս սոված, լավ այսքան անտարբեր, լավ հնարավոր չի մարդում ձեռք մեկնել, ինչ է կատարվում, ազգային ժողով միլիոններով պարգևավճար եք ստանում, արա, ջրոցու վրեն միլիոններ ծախսեցիք, ինչ է այս մարդկանց վիճակը, այս մարդիկ թոշակ նպաստ ստանում են, այս ինչ է, Նիկոլ Փաշինյան, Ծառուկյանի տունը վերցրիր, դրիր ջեբդ, ինչ է այս ժողովրդի վիճակը, ժողովուրդ ջան խնդրում եմ, եթե ես հետևորդ ունեմ, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, հասեք այս մարդկանց, տեսեք ինչով կարաք օգնեք, ես ուղղակի ձեզ խնդրում եմ, նյուժելի կողքերը չեք նայում, նյուժելի հարևանի, սեփական արյունակցի, երեխեն ձեր համար միևնույնն է, զոհված զինվորը ձեր համար միևնույնն է, կողքի սոված մարդը ձեր համար միևնույնն է, ինչ եք դարել, Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ և հետևորդներ, երեկ վիդեո էինք հրաբարակել, որը արդեն անհնար էր մարդկանց պատկերացնել, գտնվում ենք Արմավիր քաղաքում, հիմա այս պայդրությամբ հրատապության կարգով Գյումրիից հասել ենք, հիմա սա այս 10,000 դրամը փոխանցում ենք ձեզ, այս պայդրությամբ հիմա յոլա գնա, որ ձեր համար 10,000 դրամ է, միացնունդ առնեք ուտեք, մինչև հասկանանք ժողովուրդ ջան, պայմանները անտանելի է։ Ապրում են այսպիսի պայմաններում։ Քանի տարեկան է։ Ինքը։ Հա։ 57։ 57 տարեկան։ Շտաբօգնությունն է պետք կանչել։ Տեղերը խմել, տեղերը ազդեց վրեն։ Ինքը առողջ էր։ Գլուխը ցաված։ Հացավանստացնող տեղեր խմեց, ոտքերը թուլացել է, ուղեղը չի աշխատում լավ, արդեն ցավը տանեմ, ոնց անենք տանենք իրում տանոց։ Հիմա կհասկանանք ինչ կարանք անենք հարգելի հայրենակիցներ, իրավիճակը սարսափելի է, կարելի ասել ծայրահեղ ծանր է։ Հիվանդավոր, թերապևտի հետ խոսենք, միգուցե կամ սրսկեն ստեղ։ Հիմա ես կհասկանանք ինչ ենք անելու, հնարավոր է սա շատ հրատապ շտաբօգնությունն է պետք տեղափոխել։